Պարոն նախագահ, արցախցիներին Հայաստանի երրորդ նախագահը պնդում է, իրենք ընդդիմադիր դաշտը չեն պարակտի, իսկ մյուս հարցերի պատասխանները խոստացավ Հանրապետական կուսակցության համագումարում։ Սակայն արդեն քանի օր է քաղաքական դաշտում կրկին ակտիվացել են նախկին նախագահների Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան թիմերի միջև փոխադարձ մեղադրանքները։ Երկու ճամբարներն էլ միմյանց մեղադրում են իրենց քայլերով իշխանություններին աջակցելու մեջ։ Քաղաքական վերլուծաբանները պնդում են, սա նոր երևույթ չէ։ Մենք գիտենք, որ սա բավական վաղուց արկա իրողություն է, այսինքն շատ վաղուց են այս երկու թիմերը միմյանց հանդեպ բարբերական փոխհրաձգության մեջ լինում, եւ նաեւ հասկանալի է, որ նախընտրական process-ում այդ երևույթը կարող է ունենալ լրացուցիչ մոտիվացիա թե մեկ թե մյուս թիմում։ Բադալյանի խոսքով այս հակասությունների հիմքում ոչ միայն ներկա քաղաքական մրցակցությունն է, այլև տարիներով ձևավորված անվստահությունը, որը միշտ էլ նկատելի է եղել տարբեր ժամանակահատված, հատկապես ակտիվ քաղաքական ժամանակահատվածներում։ Չնայած կոշտ հռետորաբանությանը, վերլուծաբանը կարծում է, որ այս փոխհրաձգությունը ոչ թե թուլացնում, այլ նույնիսկ ուժեղացնում է այդ ուժերին։ Եթե խոսում ենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի մասին, ապա իմ կարծիքով այդ թիմերը գուցե հնչի տարօրինակ, բայց միմյանց ավելի ուժեղացնում են փոխհրաձգությամբ, քան հակառակը, որովհետեւ ես կարծում եմ իրենք ունեն իրենց կայուն ընտրազանգվածը եւ այդ փոխադարձ հարվածները ընտրազանգվածը ավելի կայունացնող եւ ընտրազանգվածը ավելի մոբիլիզացնող գործոն են։ Բադալյանի գնահատմամբ երկու քաղաքական բևեռներն էլ աշխատելով իրենց սեփական ընտրազանգվածի վրա չունեն լայն հանրության վստահության խնդիրների հաղթահարման օրակարգ։ Հիմնականում ըստ իս շեշտը դնում են հենց իրենց էլեկտորատի վրա, փորձելով առավելագույնը քաղել այդ էլեկտորատը մոբիլիզացնելու տեսանկյունից։ Եվ այդ փոխադարձ հարվածները իմ տրամաբանությամբ նրանց ավելի կոփում են, այսպես ասած, եւ էլեկտորատը ավելի կոփում են ու մոբիլիզացնում, քան հակառակը։ Բադալյանի կարծիքով պատճառներն ավելի խորքային են, այլ ոչ թե պայմանավորված ընտրություններով։ Ըստ նրա խոսքը նաև քաղաքական հավակնությունների, թիմային ռեսուրսների ու ազդեցության պահպանման մասին է։ Ընդհանուր առմամբ պայմանավորված են իհարկե այն քաղաքական հավակնություններով, որ պահպանում են թե նախկին նախագահները, թեկուզ անուղղակի, որովհետև այդպես անմիջական հավակնություն, օրինակ Սերժ Սարգսյանը մենք տեսնում ենք չի դրսևորում, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտնում է պարզ, որ ինքը անգամ հավակնում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Մինչդեռ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշում է, որ այս հակասություններն ամբողջ ընդդիմադիր դաշտը չեն ներկայացնում։ Ընդդիմադիր դաշտը միայն այդ երկու մարդիկ ու իրենց կողմնակիցները չեն, ավելին ասեմ, ընդդիմադիր դաշտում հիմա երկու նոր առանցքային բավականին ազդեցիկ բևեռներ կան։ Ըստ նրա այդ վեճերը շատ մեծ նշանակություն չունեն, ոչ էլ լայն հանրության ուշադրության կենտրոնում են։ Ես չեմ կարծում, որ հասարակության այսօր է հետաքրքիր։ Ինչ-որ քաղաքական պալիտրա կա, որը հետևում է այդ վեճերին, այդքան բան։ Ես չեմ կարծում, որ այդ վեճերը հասարակության ուշադրության կենտրոնում են։ Քաղաքական դաշտում հաճախ հնչող պարակտված ընդդիմություն ձևակերպմանը Հակոբ Բադալյանը միանշանակ չի համաձայնում։ Նրա դիտարկմամբ Հայաստանում երբևէ չի եղել եւ չի էլ լինի մոնոլիտ ընդդիմություն։ Նույն մոնոլիտ ընդդիմությունը կարող է նվազ ռիսկ լինել իշխանության համար, քան տարբեր բևեռներով, տարբեր թևերով աշխատող ընդդիմությունը, որը կարող է յուրաքանչյուր առավելագույն մոբիլիզացիա ապահովելով իր էլեկտորատի մասով հանրագումարում շատ ավելի մեծ մարտահրավեր դառնալ իշխանության համար։ Իշխանության համար շատ ավելի հարմար է ունենալ մեկ ընդդիմադիր ճակատ, քան տարբեր ուղղություններով գործող ուժեր։ Ինչ վերաբերում է հանրային ընկալմանը, ապա փորձագետը նշում է, լայն հանրությունն այս գործընթացը դիտարկում է այդ երկու բևեռներից դուրս, իսկ ներսում յուրաքանչյուրի ընտրազանգվածը շարունակում է համախմբվել իր առաջնորդի շուրջ։ Նարինե Ղուկասյան, Ռադար Արմենիա։